Կասեք, ողնաշարային որ հիվանդություններն են տարածված։ Ողնաշարային հիվանդությունները շատ են, բազմաթիվ են, բայց մենք այսօր կանգնենք այն հիվանդությունների վրա, որոնք ավելի տարածված են եւ ավելի առօրյայում հանդիպող։ Դրանք են օստեոխոնդրոզը, ժողովրդական լեզվով ասված աղային կուտակումը, իհարկե դա չէ, դա դեստրուկտիվ, դեգեներատիվ փոփոխություններն են նյութափոխանակային խանգարման արդյունքում։ Միջուղային ճողվածքներն են, որոնք լինում են երկու տեսակ, հիմնականում նախաճողվածքային պրոտրուզիաներ եւ ճողվածքներ, արդեն բավականին լուրջ ձևավորված ճողվածքներ եւ կեցվածքի տարատեսակ շեղումները։ Դա առաջահայտին հարթության վրա եւ կողմնային հարթությունների վրա։ Ինչ են իրենցից ներկայացնում ողնաշարի շեղումները։ Նորմայում ողնաշարը ունի ֆիզիոլոգիական կորեր։ Այդ ֆիզիոլոգիական կորերի նորմայից դուրս շեղումները համարվում են արդեն կեցվածքի շեղումներ, ողնաշարի շեղումներ։ Լինում են առաջահայտին հարթության վրա, լինում են ֆրոնտալ հարթության վրա եւ սկոլիոտիկ դեֆորմացիա, երբ ողերը ռոտացիա են անում մեկ մյուսի նկատմամբ։ Առաջացման պատճառները։ Առաջացման պատճառները բազմազան են, բայց հիմնականում առավել ուշագրավ են հետևյալ պատճառները։ Գենետիկ, գործոնով պայմանավորված, երբ որ մանկական տարիքում է ի հայտ գալիս նմանատիպ խնդիրները, դրանք պայմանավորված են ծնողներից որևիցե մեկից ժառանգաբար փոխանցվող որոշակի հիվանդություններ կրած մանկական տարիքում եւ ներարգանդային շրջանում որոշակի վիտամինների պակասի արդյունքում։